Բարև ընկերներ, արդյոք կարելի է միլիոնավոր դրամների ծաղիկ գնել, եթե համայնքում կան անհետաձգելի խնդիրներ։ Շնորհակալ եմ վստահության եւ աջակցության համար։ Ընկերներ, մի քանի օր է ինչ սկսվել սուտ խոսելու եւ սուտ խոստումներ տալու առաջնությունը Հայաստանում, այսինքն քարոզարշավը։ Սակայն որևէ բան դրանից մեր կյանքում չպետք է փոխվի։ Մենք շարունակում ենք մեր միասին պայքարը այս թալանչի ռեժիմի դեմ։ Տարակուսելի այն հանգամանքը, որ երբ խոսում ես Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների ապօրինությունների մասին, դառնում ես քոչարյանական կամ տաշիրական։ Իսկ երբ խոսում ես ընդդիմության մասին, ապա դառնում ես նիկոլական։ Ընկերներ, վերջ տվեք այդ հիմար եւ անիմաստ խոսույթին։ Իմ համար կարևորը մեր բոլորի անհոգ ապագան է, որը արդեն 38 տարի կեղեքվում եւ թալանվում է։ Մոտորերս կսկսեմ խոսել նաև առաջադրված 19 կուսակցությունների մասին, որպեսզի դուք ամեն դեպքում ճիշտ ընտրություն կատարեք։ Իսկ հիմա այսօրվա թեմային անդրադառնանք։ Պարզվում է այս տարվա փետրվար եւ մարտ ամիսներին Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանը շուրջ 8.785.988 դրամի ծաղիկ է գնել համայնքային բյուջեից։ Իհարկե մի շարք միջոցառումներին նվիրված հնարավոր է, որ ծաղիկներ գնվեն, սակայն տարակուսելին այն է, որ ծաղիկները գնվել են շուկայական արժեքից 2 անգամ թանկ գնով։ Օրինակ ծաղկեպսակի արժեքը շուկայում տատանվում է 15-ից 20.000 դրամի սահմաններում, սակայն Արմավիրի համայնքապետը գնել է 32.000 դրամով։ Մեկ այլ դեպքով գնվել է շուրջ 35 ծաղկեպսակ, որի միավորի գինը եղել է 16.971 դրամ։ Օրինակ ես այս ամենից ենթադրում եմ, որ գնումներ կատարելիս համայնքապետը եղել է ոչ սթափ վիճակում, կամ ինքը չի եղել, իր օգնականն է կատարել, իսկ Վարշամ Սարգսյանը եղել է ռայոնում։ Ընկերներ, մի քանի անգամ անդրադարձել եմ Արմավիրի համայնքապետի օգնական, նախկինում գլխավոր ճարտարապետ Արմեն Աբքարյանին, ով ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի հասարակ քաղաքացիները զրկվեն ամեն ինչից, իսկ գումարի դիմաց պետական եւ հանրային հողերը սեփականաշնորհվեն։ Պարոն Աբքարյան, ինչպես եք որ աչքերը ճպճպացնում եք։ Դա լավ նշան չի։ Մի հատ բժշկի այցելեք, միգուցե առողջական խնդիրներ ունեք, թե ամեն դեպքում դա ձեր մուննաթը արտահայտելու տարբերակն է։ Վարշամ Սարգսյան, դուք ինչպես եք, լավ եղեք, բայց քաղաքացիներին խոստացված բնակարանների հարցերը արագ լուծեք։ Համայնքում կան բազմաթիվ խնդիրներ, իսկ դուք նստած նկարում եք նապաստակ։ Հասկանում եմ, որ շատերդ կասեք, թող խոսի, ինչ անենք։ Մի ստիպեք, որ ձեր անձնական կյանքը կամ սիրուհիների հետ շփումները հանրային սեփականություն դառնա։ Սա շանտաժ չէ, բնավ, այլ զգուշացում, որ աշխատեք ի բարօրության հանրությանը, ոչ թե սեփական շահին։ Ընկերներ, այսօր նաև ինձ դիմաց մի շարք քաղաքացիների նամակն եմ ցանկանում հրապարակել։ Նամակում քաղաքացիները ահազանգում են խոշոր չափերով խարդախության եւ փողերի լվացման դեպքի մասին։ Հույս ունեմ, որ հրապարակումից հետո պատկան մարմինները կսկսեն զբաղվել նամակի բովանդակությամբ։ Ձեզ են դիմում մի խումբ քաղաքացիներ, ովքեր դարձել են առանձնապես խոշոր չափերով խարդախությունների, փողերի լվացման, ֆլեշի, բենզինի, կեղծ կտրոնների իրացման դեպքով, բանկում կազմվել են պահատուփեր ունենալու մասին կեղծ պայմանագրեր, կեղծ ոսկու գրավադրմամբ վարկային պայմանագրեր, մուտքագրման, ելքագրման անդորրագրեր եւ այլն։ Զոհ, որոնք կատարվել են Արցախ բանկում նույն բանկի նախկին կառավարիչ Աշոտ Մալխասյանի, նույն բանկի նախկին աշխատակից Անուշիկ Շահրամանյանի կողմից։ Աշոտ Մալխասյանը հանդիսանում է ՀՀԱԺ նախկին падգամավոր Արագած Ախոյանի եւ վերջինիս եղբոր Ստեփան Ախոյանի, անցնում են տարբեր քրեական վարույթներով, մտերիմ ընկերը եւ ֆինանսների հայհայթողը։ Ախոյանները իրենց պատկանող Սպիտակ տնակ շինարարական ընկերության միջոցով ՀՀ-ում իրականացնում են հսկայածավալ շինարարություն, թվով 5 նախարարությունների, բազմաբնակարան շենքերի եւ այլն։ Նշված շինարարության ժամանակ անհրաժեշտ դուռ լուսամուտի ձեռքբերումը իրականացվում է Ախոյանների ընկեր, գործընկերը ՀՀԿԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին քողարկված պատկանող բիզնեսից։ Բիզնես համագործակցության արդյունքում Արսեն Այվազյանը այս հանցավոր խմբակին ապահովում է անպատժելիություն քցած գումարների դիմաց, իսկ նրանք այդ նույն անձին ապահովում են ֆինանսական մեծ շրջանառության համագործակցություն, որի շնորհիվ անշարժ գույքերի ձեռքբերում, նույնիսկ ՀՀ-ից դուրս։ Ժամանակին ֆինանսավորվել են նաև պետբյուջեից, թվով 5 նախարարությունների կառուցում, դարձյալ դուռ լուսամուտի ձեռքբերում, օդափոխության համակարգ անցկացնելու համար բացել ընկերություններ, այդ գումարները ելքագրելու համար, հետագայում այդ նույն ընկերությունները սնանկ ճանաչել նույն դատավորի կողմից եւ փակել։ Այլ անձի գույքեր գրավադնեն եւ վարկեր
5 միլիոն եւ ավելի ԱՄՆ դոլարի մասին է խոսքը, վերցնեն, որի գործընթացից անմասն չի մնացել նաեւ նախկին ՀՀ ֆինանսների եւ պետնախարար Գ. Խաչատրյանը։ Սրանց բոլորի կապերը եւ բիզնես համագործակցությունը հասնում է մինչեւ ինքնասպան եղած գործանար Համլետ Ամիրքանյան, ում գույքերը գրավ են դրել եւ բանկից գումարներ վերցրել։ Արսեն Այվազյանի պաշտոնն ու համակարգում ունեցած կապերն են ազդեցիկ, որոնց շնորհիվ, եթե պետք է Ախոյանների համար խափանման միջոցն է փոխվում, եթե պետք է շինարարության մեջ փող գցող եւ բերող Աշոտ Մալխասյանը Ախոյանների հետ կդառնա անձեռնամքելի, եթե պետք է քրեական գործ կարող են սարքել, ավելի ճիշտ է կարեն, ինչ էլ իրա ձեռքն է, դերձակը որտեղ ոնց ուզում է, ինչպես իրեն պետք է, այնպես էլ ներկայացնում է, նույնիսկ չղածը, որպեսզի իր ուզած ելքին հասնի։ ՀՀ-ում նշված համակարգերում կոռուպցիան դեռևս չի վերացել։ Հիմա հարցերը, ինչպես տեսնում եք, այլ ձևով են լուծում։ Պարտադիր չէ, որ դա լինի գումարի տեսքով, իսկ ՀՀ քննչական կոմիտեի, դատախազության, հակակոռուպցիոն կոմիտեի կողմից վերը նշված անձանց դեմ քրեական գործեր չեն հարուցվում, իսկ եթե հարուցվում են, որևէ գործողություն չեն կատարվում, քանի որ նրանց կռիչ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արսեն Այվազյանը ունի անմիջական հետաքրքրություն, հսկողություն եւ ուղղորդում նրանց վերաբերյալ վարույթների ընթացքի նկատմամբ ժամանակ են շահում գործերը փակուղի տանելու եւ փակելու համար, կարևորը բիզնեսը չտուժի։ Պետությունը հատի հատակ կարգաղոցով սրանցից ունի հետ ստանալիք, այդ թվում քայլեր ձեռնարկի տուժողներիս խախտված իրավունքները վերականգնելու եւ պաշտպանելու համար, մինչեւ երբ են մատնվելու անգործության, իսկ մեզ պատճառած առանձնապես խոշոր չափերի վնասները, գումար, գույք եւ այլն, ով պետք է հատուցի։ Կհանդիպենք վաղը, հարգանքներով, ձեր Հայը։